Փիփա Ստեյսիի մոտ ախտորոշվել է քրոնիկ հոգնածություն։ Էդինբուրգի համալսարանում իրականացվող նոր հետազոտության 17,000 մասնակիցներից է։ Գիտնականները պարզել են, որ կանանց մոտ ավելի հաճախ են նկատվում քրոնիկ հոգնածության ախտանիշներ, քան տղամարդկանց։ Մասնակիցներին խնդրում են հանձնել թքի նմուշ և լրացնել հարցաթերթիկ։ Հետազոտության մասնակիցների ավելի քան 83%-ը կանայք էին և ըստ գիտնականների նրանց մոտ ախտանիշները ավելի լուրջ են։ Եղել են օրեր, երբ 1-2 րոպեից ավելի չէի կարողանում կանգնել։ Այս պահին 5 կամ 6 րոպե կարողանում եմ քայլել։ Մնացած ժամանակ տեղաշարժվում եմ անվասայլակով։ Քրոնիկ հոգնածության ամենատարածված ախտանիշներն են մշուշոտ գիտակցությունը, անքնությունը և մկանացավը։ Եթե կնոջ մոտ քրոնիկ հոգնածությունը 10 տարուց ավելի է, ապա հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ստանում, հատկապես մեծ տարիքում։ Հետազոտության շրջանակներում կատարվել է նաև ԴՆԹ-ի նմուշառում, հիվանդության կենսաբանական պատճառները պարզելու համար։ Եթե մեզ հաջողվի հայտնաբերել գենետիկական խանգարումներ, որոնք կարող են նախատրամադրող գործոն լինել, կարող ենք առնվազն ապացույցներ ներկայացնել հիվանդության գոյության մասին։ Այդ դեպքում մարդը կարող է դիմել բժշկի և ասել, որ կան համոզիչ տվյալներ, որոնք հաստատում են գենետիկական նախատրամադրվածության մասին։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն,